Անհապաղ վիրահատության Շրթունքը վեր է քշտում։ Արդարադատության նախարարը, երբ լսում է, որ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել է, կալանավորված Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի։ Եթե վիրահատությունը չարվի, հետևանքները կարող են անդառնալի լինել։ Մնացած մանրամասներ կներեք, չեմ կարող հայտնել։ Այսքանը, որ ասում եմ, սա պետք է ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը լինելով մենք իրավունք չունենք Սրբազան հորը պահել եւ մյուս սրբազաններին էլ պահել այդ պայմաններում։ Անդառնալի հետևանքներ կարող են լինել եւ դա ոչ մեկին պատիվ չի բերում։ Սա խայտարակություն է, ոնց ասեմ։ Ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել։ Անհողդողդ է արդարադատության նախարարը իր դժխոյական հանգստության մեջ դիմում է ուզում Սրբազանի առողջական լուրջ խնդիր ունենալու մասին։ Այն պահին եւ այն ժամանակ, երբ կներկայացվի համապատասխան դիմում, մենք ոչ թե մենք, այլ համապատասխան գերատեսչությունը, դիմումը նախարարությանն էլ չի ուղղված, այլ ավելի առողջապահության նախարարությանն է ուղղված, մեր գործընկերները վստահեցրին, որ համապատասխան գործիքակազմը գործի կդնեն եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Պարզվում է Միքայել Սրբազանի փաստաբանը դիմում արդեն ներկայացրել է։ Ուղղակի ըստ արդարադատության նախարարության այդ դիմումը համապատասխան դիմում չէ։ Տարբերի գնար, ես մի թուղթը տար մի հատ, մի թուղթը բեր, մի հատ ստորակետը սնշի մետ։ Բյուրոկրատական քաշքշուկի է բախվել Միքայել Սրբազանի փաստաբանը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Արդարադատության նախարարի համար այս պատմությունը նաև խոսքով կսմթելու առիթ է։ Հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի փողակին։ Ինչ նշանակում, ասենք, արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Այ մի ստորակետի կամ մի, չգիտեմ, մի բառի, եթե ես նոր էլ ասացի, եթե ինչ որ խնդիրներ կա, իրենք կարող էին դա օրինակ ասեն, ոնց որ հիմա ասեցին, կարող էին ասեն եւ մենք արագ այդ խնդիրները լուծեն, իրենք էլ արագ շահագրգռված լինեին, օրինակ մեկ օրվա ընթացքում այդ խնդիրը լուծել։ Նոր չեն խոսակցությունները, որ Միքայել Սրբազանը առողջական խնդիր ունի, բայց մարդու իրավունքների պաշտպանը Ես ինքս եմ այցելել, աշխատակազմն է մի քանի անգամ այցելություններ իրականացրել։ Որ պնդում է բազմաթիվ անգամ է տեսակցել Սրբազանին, կարծես անտեղյակության մեջ է։ Ինչ եք անելու Միքայել Սրբազանի համար։ Հիմա երբ գիտի, ինչ է անելու անհապաղ բուժօգնության համար, ասում է ճշտումներ կանենք։ Ճշտումներից հետո, որովհետև մենք շատ գործիքակազմեր ունենք այս հարցերին անդրադառնալու, պարտադիր նաև ձեզ կհաղորդակցենք։ ՄԻՊ-ը ճշտում է, արդարադատության նախարարը խոստանում չխոչընդոտել Միքայել arczepiskopos Աջապահյանի բուժմանը։ Բացարձակ։ Իսկ ընդդիմադիր պատգամավորը հույս ունի։ Նաև որ Շիրակի թեմի Փաշինյանի պատարագը մերժած հոգևորականներն էլ բանտարկված սրբազաններին մաշող իրավիճակում չեն հայտնվի։ Ավելի քան պարզ է, չէ՞, մարդը ինչ ճանապարհով է գնում։ Միջև դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի եւ միանա տիրադավներին, հերձվածներին եւ մերժի կաթողիկոսին։ Այդ հորդորը չէր տեղ հասել եւ այնուհետև հայտնվեց 7 տարվա առաջվա, այն որ ասում է պլանը ջեբը գցելու օպերացիա։ Փաշինյանի իշխանության օրերին 4 սրբազան է հայտնվել ճաղերի հետևում։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Նրանց մեղադրանքները տարատեսակ են։ Ահաբեկչություն կազմակերպելուց մինչև ռազմական հեղաշրջման կոչ անել, ստիպել ենթականերին մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, 7 տարի առաջ Նոր Հայաստան նոր հայրապես շարժման ակտիվիստի պայուսակում թմրանյութ գցել։ Չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործեմ, որ տեղին լինի։ Աբսուրդի թատրոն է, ուրիշ ոչինչ, պնդում են ընդդիմադիրները։ Ավելացնում, Փաշինյանական այդ թատրոնի գլխավոր դերում կարող է հայտնվել ամեն մի քաղաքացի, ինչ է թե իշխանության սրտով չի քայլել։ Ալփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահիմյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։